Բարի լույս սիրելի եկեղեցի, բարի Աստծոր, սիրելի քույրեր, սիրելի մայրեր, հայոց աշխարհի գեղանի օրիորդներ, այսօր գարնան այս գեղեցիկ արևոտ օրը շնորհավոր մարտի 8, թող այս գեղեցիկ օրը լցված լինի սիրով, ջերմությամբ և ուրախությամբ, ցանկանում եմ անսպառ ժպիտներ, արևոտ օրեր և անսահման հաջողություններ։ Աստված օրհնի մեզ ու մեր ընտանիքները, մեր Տերը մեր մեջ լինի, մենք էլ մեր Տիրոջ մեջ լինենք։ Ով իմ Աստված, իմ սրբություն, փառքերը բոլոր սուրբ անվանդ, Հայր ամենայնի, դու իմաստության անսպառ աղբյուր, ներիր զավակիդ անգիտությունը, ներիր ու պարզիր միտքն իմ տկար, գուցե հասկանամ, այդ ինչու են փոքրիկ թիթեռները, թիթեռային գիտակցությամբ ձգտում լույսին, գալիս ու կարոտով փարվում են, այրվող ճրագին, այրվում են ու մոխրանում, սակայն լույսից չեն հեռանում։ Իսկ դու գիտեք, որ թիթեռը աշխարհ է գալիս կյանքին մեկ օրով, բայց չի դժգոհում, հեռանում է ուրախացնելով մեզ բոլորիս իրեն վառվռուն գույներով։ Իսկ այս մարդը հպարտ, հզոր ու գիտակից սարսափում է այդ նույն լույսից, աստվածային կյանքի աղբյուրից, նույն կարոտով ու ընթացքով գնում փարվում է խավարին, այն խավարին, ուր կրակ կա հավերժական, այրվել կա հավերժական, սակայն ցավոք մոխրանալ ու վերջանալ չկա, տառապանքներին վերջ չկա, դժոխք է անուն այդ վայրի, և այնտեղ Աստծո սերը չկա, Տերն օրհնի, որ իր խոսքերը լույս լինե մեր ճանապարհի համար, լուսավորե մեզ, մեր սրտերը, և Աստծո խոսքերով այնքան լցված լինենք, որ ամենուր և բոլորին մեր Աստծոց պատմենք և Տիրոջը միշտ փառավորենք, Աստված օրհնի բոլորիս, ասենք ամեն։ Փառք Տիրոջը, եկեք փառք տանք, նա արժան է փառքերի, պատվի, մեծության, նա զորավոր Աստված է։ Մայրեր և քույրեր, շնորհավորում ենք ձեր մարտի 8-ը, Աստված լիքը օրհնի ձեզ, ձեր տունը, ձեր երեխաներին, ձեր ընտանիքը, փառք Տիրոջը ձեզ համար, որ դուք կաք, փառք Հիսուսին։ Անցյալ շաբաթ շատ օրհնված օրեր ունեցանք, մեր հովիվները եկել էին Հայաստանից, լավ ժամանակ անցկացրինք, օրհնված օրեր, ժամեր, շատ բաներ սովորեցինք նրանցից, ասեմ իմանաք, այն ինչ անում եմ ես, մեր Աստծու ժողովրդի համար, մեր Աստծու զավակների համար, մեր եկեղեցիների համար, իմ Աստված օրհնել է հազարապատիկ ու միշտ օրհնում է ու ասեմ, որ Աստված պարտքի տակ մնացող Աստված չէ, միշտ թող մեր գումարները, մեր ֆինանսները ծախսվեն Աստծու տան համար, Աստծու զավակների համար, մարդկանց համար, Հիսուսը ասել է, երբ որ մեկին դու մի բաժակ ջուր տաս, հաշվի ինձ ես տալիս, երբ որ մեկի առջև մի աման հաց դնես, հաշվի ինձ համար ես անում, փառք Տիրոջը, փառք մեր զորավոր Աստծուն, դրա համար մեր Աստված պարտքի տակ մնացող Աստված չէ, նա օրհնում է հազարապատիկ, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Մի երկու խոսք ուզում եմ ասեմ, երեք այնպիսի բաներ ստացվեց, որ մի քիչ շոկային էր, բայց հետո այդ շոկայինը անցավ իմ մոտ, Իրիկունը գնացինք հյուրանոց մեր,
մտանք սենյակ, մեր Արմանի հետ նստած, սուրճ էինք խմում, Արմանին ասի, Արման, ինչքան հանգիստ է մթնոլորտը, ինչքան խաղաղություն կա, չէ, այստեղ։ Նա ինձ հետ համաձայնվեց, այո, մթնոլորտը հանգիստ է, խաղաղություն կա, ասում եմ, Աստծո խաղաղությունն է այստեղ։ Եվ 25-ից 30 րոպե չէր անցել։ Մենք գնում ենք ինչ-որ խանութ, եւ այնտեղից մենք ունենք գրուպայում գրում է ադմինիստրատորը, որ չեպե է եղել։ Մեր խամամի ապակի դուռը տրաքել է։ Տրաքել է, գիտեք, ինքը Զակալյոնի ապակի է, ու ամեն մի մեծ կտորը մի սանձուց ավել չի։ Եվ այդտեղ հյուրեր, երեխաներ, աղջիկներ, մի 3-4 ընտանիք։ Մենք հապա շուտ հետ ենք դառնում, գալիս ենք հյուրանոց, մտնում ենք, տեսնում ենք այդ հանգստացողները սաղ պանիկայի մեջ են։ Բայց գիտեք, ինչն էր զարմանալին։ Ոչ մեկի մի հատ փուշ չէր մտել, ոչ մեկի մատը, ոտը, նրանք բոլորը անվնաս էին մնացել։ Փառք Տիրոջը, այն որ մեր Աստված մեզ հետ է, կարող են մեր հետ այդպիսի բաներ եղնել, կարող են։ Սատանան քնած չի, Սատանան արթուն է, ու նայում եք, տեսնում եք, չէ՞ որ խոսքը լսեց իմ, ես ինչ էի ասում 20 րոպե առաջ, խաղաղության մասին էի խոսում, Աստծո հանգստության մասին էի խոսում, եւ նա իսկույն իր սև գործ արեց։ Այդքան ընտանիքները երեխաների հետ միասին դուրս եկան այդտեղից։ Ճիշտ է, ես մոտիկացա, ներողություն հայտնեցի, նրանց գումարները հետ տվեցինք, 2 ժամից ազատվեց մյուս սպան, նրանց տեղավորեցինք այն մյուս սպայում, նրանք ուրախացան, իրանց հանգիստը անցկացրեցին, փառք Տիրոջը, փառք Հիսուսին, այն որ կարող են մեր կյանքի մեջ փոթորիկներ լինել, կարող են մեր կյանքի մեջ կարկուտներ գալ, բայց այդ փոթորիկի ժամանակ մենք չենք սկի, մենք չենք խորտակվի, որովհետև Հիսուսը մեզ հետ է, Տերը մեզ հետ է, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, եկեք մի հատ ուժեղ փառք տանք, նա արժան է, նա փառավոր է, զորավոր է, ամենակարող է, փառք Տիրոջը, 2 օր առաջ էլ նստած ենք մեր մոտ գործի տեղը, մի հատ ծանոթ մտավ ներս, եկավ նստեց, նրան հարց տվեցի, խիչ է եկել եկեղեցի, վստահ եմ լսում են ամես, կլսի, ասի խիչ է եկել, աղբերս եկեղեցի, լավ օրհնված օրեր ունեցանք, հովիվները ծառայեցին, աղոթեցինք, գիտեք ինչ պատասխանեց, չեք հրավիրել ինձ, չեք հրավիրել ինձ, ասի լսի ասեմ քեզ, ինչքան իմ հոր տունն է այս, այդքան էլ ձեր հոր տունն է այս, սա մենակ իմը չի, սա ձերն է, բոլորինս է, մեր Աստծունն է, մենք գալիս ենք փառք տալու, փառաբանելու, գովելու մեր Աստծուն, շնորհակալություն հայտնելու, ժողովուրդ, մենք բոլորս էլ հավասար ենք, ես ձեզանից առավել չեմ, ոչ էլ պակաս եմ, դուք էլ ինձանից, իր զավակներն ենք բոլորս, ստեղ հրավիրատոմսով չեն գալիս, ստեղ գալիս են Տիրոջ օրհնությունը, Տիրոջ փառքը, Տիրոջ քաղցր ներկայությունը ստանալու, օրհնվելու ու Տիրոջ հետ տուն գնալու, փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը, ուզում եմ իրար հետ կարդանք, աչքիներիս հետ չեմ կարում յոլա գնամ, չեմ կարում աչքիներս դեմ, կփորձեմ կարդամ, Մատթեոսի 20-ը, Տերը բան է պատմում աշակերտներին, երկնքի արքայությունը նման է մի տանուտուր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու, և մշակների հետ օրվա վարձը 1 դինար
համաձայնություն գալուց հետո նրանց իր այգի ուղարկեց։ Երրորդ ժամի մոտ դուրս ելնելով տեսավ ուրիշների, որը հրապարակում անգործ կանգնած էին։ Դուրս է գալի այգի տերը, դեռ հրապարակում էլի մարդիկ կան։ Նրանց էլ է ասում, դուք այգի գնացեք եւ ինչ որ արժեն ձեզ գտամ։ Նրանք էլ գնացին, ապա 6-րդ եւ 9-րդ ժամերին դարձյալ դուրս եկավ, նույն բանը արեց։ 11-րդ ժամին մոտ եւս դուրս եկավ, գնավ ուրիշների անգործ կանգնած եւ նրանց հարցրեց. Ինչ եք ամբողջ օրը անգործ կանգնել այստեղ։ Նրան պատասխանեցին, որովհետև ոչ ոք մեզ չվարձեց։ Նրանց ասեց. դուք էլ այգի գնացեք եւ ինչ որ արժե կստանաք։ Ինչ որ արժեքն է կստանաք։ Նրանց էլ է ուղարկում։ Ամեն 2-3 ժամը մեկ դուրս է գալի, գործ մանեկողներին գործ է ադնում, տերը ուղարկում է այգի։ Ովքեր 11-րդ ժամի էին վարձվել, եկան եւ մեկական դինար ստացան։ Եկան նաեւ առաջի ժամին վարձվածները, երկարծում էին, թե ավելի կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան, բայց երբ ստացան, տանտիրոջը տրտմացին ու ասացին. այդ վերջիններն էլ 1 ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունը ու շոքը տարանք։ Նա նրանից մեկին պատասխանեց ու ասաց. ընկեր, ես քեզ չեմ գրկում, չէ որ դու ինձ հետ 1 դինարով ես համաձայնության եկել, վերցրու քոնը ու գնա, ես ուզում եմ այս վերջինին եւս վճարել այնքան որքան քեզ, միթե ես իրավունքը չունեմ։ Տերն ասում է, միթե ես իրավունքը չունեմ դրա։ 2-3 ժամ ուշ եկողներին էլ է նույնը վճարում։ Շուտ եկողներին էլ է նույնը վճարում։ Այսպես էլ Տերն ասում է. վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները կլինեն վերջիններ։ Փառք Տիրոջը։ Մեր կյանքում, իմ կյանքում, այն որ այս 3 տարվա մեջ մտածում ենք, որ մեր բարեկամները, հարազատները կգան եկեղեցի։ Այն մարդիկ, ովքեր տեսել են ինձ, գիտեն ինձ, ու նայում եմ, տեսնում եմ, չկան այդ մարդիկ, չեն գալիս այդ մարդիկ եկեղեցի։ Գիտեք, գրքում գրած է, Հիսուսը ում առաջինը եկավ հարություն առնելուց հետո, հիշում եք, Մարիա Մագդանացին մոտ եկավ, 7 հատ էլ դև հանեց նրանից, և նա գնաց, պատմեց աշակերտներին, որ տեսել է Հիսուսին, նրանք չհավատացին, այն աշակերտները ժողովուրդ, Հիսուսի այդքան ծառայությունը, հրաշքները տեսել էին, նրանք չհավատացին, որ Հիսուսը հարություն է առել, ողջ է։ Եվս այգեպաններ տեսան Հիսուսին, նրանք էլ գնացին պատմեցին աշակերտներին, որ տեսել ենք Հիսուսին, ողջ է Հիսուսը։ Աշակերտներն ասին, ինչ եք խոսում, չենք հավատում։ Ասին, միջև աչկերներովս չտեսնենք, մատս էլ չմտցնեմ այդ ծակը տեսնեմ, որ մեխի տեղն է, չեմ հավատալու, այն աշակերտները, ինչքան հրաշքներ արեց Հիսուսը,
Ինչքան բաներ տեսան նրանք։ Նրանք կարծում էին, թե Հիսուսը խաչի վրայից իջնելու է։ Ասեմ ժողովուրդ, Հիսուսը անգամ եթե իջներ էլ խաչի վրայից, էլի չէին հավատալու։ Հիսուս անգամ որ իջներ, էլի չէին հավատալու։ Հիսուս անգամ հարություն էլ տա, մեռած տեղից հանի, չեն հավատալու, չեն հավատում։ Այդքան հրաշքներ արեց Հիսուսը, կույրերին բժշկեց, այն 5 հացը, 2 ձուկը, 5000 հոգու կերակրեց, հարյուրավոր հրաշքներ։ Ու այդ ամեն ինչը նրա աշակերտները, նրա կողքի այն մարդիկ, որ հաց էին ուտում նրա հետ, նրանք տեսնում էին այդ ամեն ինչը եւ չէին հավատում։ Պետրոսը Հիսուսին ասեց. «Քո հետ մեռնելու էլ կգամ, քո համար կմեռնեմ ես»։ Հիսուսն ասեց. «Լուրջ ես ասում։ Կմեռնես իմ համար»։ Ասեց. «Հա Տեր, կմեռնեմ քո համար»։ Ասավ. «Գիտես ինչ, Պետրոս, ակլորը մեկ անգամ չկանչած, 3 անգամ դավաճանելու ես դու ինձ»։ Ժողովուրդ, մեր տեսակն է այդ ձև։ Մենք այդ ձև ենք։ Մենք միջև աշկերներս չմտնի, դաժե մտնում, տեսնում, այլի չենք հավատում։ Էլի ասում ենք հեքիաթ է։ Շատ մարդիկ կան, ասեմ ձեզի, դեպ իմանաք, միջև մի սպասում են, որ ես հետ եմ գնալու են կյանքը։ Սպասելու են, հավիտյան սպասելու են։ Ասում եմ, դժոխքը տեսել ես դու։ Ես ասեմ, դժոխքը չեմ տեսել ես, բայց դժոխքի ճամփով գնալուց եմ եղել։ Որ մեր Արմեն եղբորը պատմում եմ, խոսում ենք, ասում եմ, ես դևերին տեսնում էի։ Ես դևերի խոսացածը լսում էի։ Ես տեսնում էի ոնց են նրանք ծիծաղում իմ վրա։ Ոնց են նրանք հաճույք, հաճելի հաճույքով սենց նայում, տեսնում, ուրախանում իմ աներենությունների վրա։ Սատանան հրճվում է, ծիծաղում է նրանց վրա, ով որ Տիրոջ խոսքը չի պահում, ով որ արհամարում է Տիրոջը։ Ասեմ իմանաք, Սատանան ունի ծրագիր մարդու համար, ու Աստված ունի ծրագիր մարդու համար։ Ընտրողը դու ես։ Ում ծրագիրն ես ընտրում։ Սատանայի, թե Աստծո։ Մի բան եմ պատմելու։ Մի քանի օր առաջ կլսի այս խոսքը ինքը։ Մի հատ լավ համով, լավ տղա եկավ հովիվների մոտ, ինքը երևի իր կամքով էր եկել։ Եվ նրա հետ երբ որ խոսում էին հովիվները, ես տեսնում էի, որ նրա մի ոտը աշխարհն է, մի ոտը ուզում է Աստծուն ընդունի, բայց չկա այն համարձակությունը, չկա այն փափագը, չկա այն զզվանքը, չկա այն ատելությունը, որը կար իմ մոտ։ Նա չխոսեց այդքան շատ, լսում էր ուշադիր։ Եվ հովիվները պատմում են, խոսում են, ես էլ խոսացի, ասի գիտես եղբայր, երբ ես ապաշխարեցի, երբ որ ես զզվել էի աշխարհից, երբ որ ես ատում էի աշխարհը, երբ որ ես ատում էի իմ կյանքը, իմ ապրած կյանքը, ես պիտի մահանայի, ես արդեն պատրաստվել էի մահանալու, ես արդեն իմ վեշերը հավաքել էի,
Մենք բաժանվել ենք։ Ու ասել ենք իրար, որ ես ասել էի թող, ինչքան կապրեմ, ոնց կեղվի, ես գիտեմ, որովհետև ես տեսնում եմ, որ ես չէի ուղվում, դարձի չէի գալիս, չէի փոխվում, Եվ որ հովիվները այն ժամանակ Հովիվ Արարատը իմ հետ խոսում էր և նա և որ ինձ հարց տվեց արդյոք դու պատրաստ ես կյանքդ Աստծուն տաս գիտես մի պահ մտածեցի որ իմ կյանքը գրոշի արժեք չունի Իմ կյանքը ես արդեն ապրել էի Իմ կյանքը ես արդեն ավիրել էի Իմ կյանքից մնացել էր միայն փոշին Իմ կյանքից մնացել էր միայն բեկորներ Եվ ես ասացի նրան ասի գիտես պատրաստ եմ ինչ պիտի անեմ Դու պիտի պատրաստ լինես, գիտես, աստված չի ուզում 90% քո սիրտը, չի ուզում 98-99% այդ սրտի ուզելը, ցանկությունը, փափագը, աստված ուզում է 100% քո սիրտը, աստված ուզում է, որ նա գա քո կյանք, ու նա լինի թագավոր, Նա լինի աստված քո համար, նա լինի ապավենը քո, նա լինի քո կյանքի լույսը, նա լինի քո առավոտյան սերը, գիտեք ասեմ ձեզ, երբ որ առավոտյան արթնանում ես, իմ մոտ եղնում է, չգիտեմ քո մոտ ոնց, Արցունքներ են գնում իմ աչքերից, գիտեք խի, որովհետև ես գիտեմ մտածում եմ ու վստահ եմ դրանում, որ այդ առավոտը պետքա չլիներ իմ համար, բայց նա ողորմած աստված է, Նա զորավոր աստված է և ես նրա ձեռքը բռնել եմ այն օրը և ես հանձնվել եմ այն օրը և ես ասել եմ դու ես Տերը դու ես փրկողը դու ես իմ կյանքի լույսը և եթե այսօր դու սիրահարված չես Հիսուսի վրա քո կյանքից շատ բան է պակսում քո կյանքից Շատ բաներ են պակսում, քո կյանքը լիովին չէ, մենք պիտի սիրենք Հիսուսին, գիտես ասեմ, առանց սեր, դու չես կարող պահել Հիսուսի խոսքը, առանց սիրո դեպի Հիսուս, դու չես կարող պահել նրա օրենքները, նրա կանոնները, նրա ուզածը, նրա սրտի ուզածը, չկա, բացառվում է, ասեմ իմանաս, եթե դու չես սիրում Հիսուսին, դու չես կարող հավատալ նրան, դու չես կարող վստահել նրան, դու չես կարող նրա ձեռքամուլ բռնած քայլես, պետքա սիրես, այդ սերը, այդ մեծ սերը դեպի Հիսուս, ազատում է քեզ մեղքերից, ազատում է քեզ աննորեն քայլերից, գիտես պահում ես սրտիդ մեջ Հիսուսին, Մենք կատարյալ չենք, մենք բոլորս է սխալ ենք, մեղավոր ենք, մեղքեր ենք թույլ տալիս, ժամանակ առ ժամանակ, բայց գիտեք որն է Հիսուսը, որ ներսն է, դու զղջում ես, դու մտնում ես սենյակ, գլուխդ բռնում ես, ասում ես, ես ինչ օրեցի, ասում ես, Տեր ների, Տեր սխալ քայլեցի, Տեր ճիշտ չեմ գնում, Տեր օգնի, Էդ է Հիսուսին ունենալը սրտի մեջ,
Էտա Հիսուսի սերը։ Հիսուսի սերը դեպի Հիսուս։ Այլ ոչ թե ուղղակի բառեր։ Հավատում եմ, գիտեմ, որ նա կա, գիտեմ խաչվել է։ Ոչ, սիրելիս, պիտի սիրենք Հիսուսին, պիտի գնահատենք Հիսուսի տված կյանքը։ Վերնագիր էի պատրաստե։ Դու քո գինը չգիտես։ Երկրորդ վերնագիրն էլ, երկու վերնագիր, դու քո տեղում չես։ Երբ որ կյանքը քո կողքով անցնում է, դու քո տեղում չես։ Դու խառնվել ես։ Ու ամենակարևորը դու քո գինը չգիտես, որ ինչ գինա վճարե քո համար Հիսուսը։ Ինչ արյուն է թափվել, նրա սուրբ արյունը քո ես համար։ Գիտես, ասեմ, իմանաս, ես առավել չեմ ձեզանից նույն մեկն եմ, ձեր նման եմ։ Ինչքան ինձ ասիրում, ինչքան ձեզ ասիրում, այդքան էլ ինձ ասիրում։ Բոլորս հավասար ենք, բոլորս նրա ստեղծագործությունն ենք, բոլորս պատկանում ենք նրան, բայց սեր մեզանից է կախված։ Այն հրաշքները, որ մեր կյանքում կատարվում են, շատ անգամ մարդիկ վերագրում են պատահականության հետ, օրվա ժամանակի հետ, վերագրի ամեն ինչը Աստծուն։ Ինչ որ կատարվում է քո կյանքի մեջ, անգամ փորձանքը, անգամ վատ քայլերը, Տեր, քո կամքն է, սխալ ճանապարհները։ Գիտեք, շատ անգամ մենք ինքներս սխալ ճանապարհ ենք ընտրում։ Վերջում չի ստացվում։ Ասում ենք, Տեր, սուր տարար մեզ։ Բախի տարար սենց։ Այս զավակս, բա դու ինձ չհարցրեցիր, թույլ կտամ, թույլ չեմ տա։ Չէ որ դու ինձ չհարցրեցիր։ Փառք Տիրոջը, մենք գիտեք, մի քանի ժամանակ առաջ մտածում էի, այո, Տիրոջ ծրագիրները մեր կյանքի մեջ շատ հզոր են, շատ լավն է։ Մենք ուզում ենք, մենք ասում ենք, Տեր, քո կամքը լինի, քո ուզածը լինի մեր կյանքի մեջ, բայց կարող է եղնի, ասում եմ, իմ մտքով, իմ բառերով, որ ես ծրագիր ունենամ փոքր, գործ ուզենամ։ Ինչ պիտի անենք այդ դեպքում։ Կարող եղնի։ Իհարկե կարող եղնի։ Ծնկի գաս։ Ասես, Տեր, գիտես ինչ, ճանապարհ եմ ընտրել, բայց չգիտեմ։ Թույլ կտաս։ Կգաս իրար հետ անցնենք։ Կգաս այս փոքր ծրագիրը, որը ես եմ ծրագրել, իմ հետ մասնակից եղնես։ Կորնես, կգաս, կքայլենք։ Չես օրհնի, չես գա հետս։ Փառք քո զորությանը, ոտս ոտիս անգամ չեմ դնի։ Ընտրենք ամեն ինչը Տիրոջով ու դեպի Տեր, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ասում եմ, ինչ օգուտ նրա մեջ, գիտեք, ունենք միջև օրս էլ թանկարժեք ավտոներ, լավ տուն, բայց Աստծո խաղաղությունը չի եղել։ Ասում եմ, ինչ օգուտ, որ ունենաս աշխարհը, բայց չունենաս Հիսուսին, բայց չունենաս կյանք։ Ունենաս աշխարհը, ամեն հարստություն ունենաս, բայց չունենաս կյանք։ Պետք է այդ ձևի կյանք մեզ։ Այդ ձևի աշխարհ պետք է մեզ։ Մենք ընտրում ենք, իսկ Հիսուսը գիտեք ոնց է ասել. Ով ինձ հավատա, որ մահանա, պիտի ապրի։ Փառք Հիսուսին,
Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Աշխարհը գիտեք ինչ է մտածում, ինչ է ասում։ Աշխարհն ասում է կեր խմի քեֆ արա, մեռնելու ես։ Մինա մեռնելու ես։ Մեծամասնությունը այդպես է մտածում աշխարհի։ Կեր խմի քեֆ արա, վաղը մեռնելուց հետո ինչ պետք է անես։ Հիսուսն ասում է, այն որ ասեցի, որ մեռնես, եթե ինձ հետ եղնես, պիտի ապրես։ Պիտի հավիտենական կյանք տամ քեզ։ Հավիտենական կյանք, փառք քեզ Տեր, քո հավիտենության համար, Տեր ջան։ Դու սուրբ ես, երբեք չմոռանանք։ Քույրեր, եղբայրներ ջան, ինչ հրաշքներ արել Տերը մեզ համար։ Որտեղից է հանել Տերը մեզ, որտեղ է դրել Տերը մեզ։ Գիտեք, աշխարհի ամենա հանգիստ խաղաղ տեղը դա եկեղեցին է։ Նրա տունն է։ Չկա սրանից լավ տեղ։ Չկա սրանից լավ վայր։ Երանի նրան, ով որ Աստծո հետևից է քայլում։ Երանի, լա ինչ բառեր է, երանի նրան, ով որ Տիրոջ զորությունը գիտի, ով որ Տիրոջը ճանաչում է, երանի այն ազգին, ով որ փառք է տալի Աստծուն։ Այո, երանի, փառք Տիրոջը բոլորիս համար, այնքան է սիրում նա մեզ, այնքան է սիրում, նա իր սերը ապացուցեց խաչի վրա, իր կյանքը տվեց, ասեմ իմանաս, Հայր Աստվածը մի ցենտ պակաս չի գնահատում քեզ, մի ցենտ, մի տոկոս պակաս չի գնահատում մեզ, այնքան է սիրում, ու այդ սերը շատ անգամ մենք ոնց ենք պատասխանում, գիտեք ասեմ, խմիչքը, նարկոտիկը, ծխախոտը, իմ համար ցածրություն է, ցածր է, ես չեմ ասում ով օգտագործում է, ոչ, ով օգտագործում է, մենք աղոթում ենք նրա համար և խնդրում ենք, որ Տերը բժշկի նրանց, Տերը հանի այդ կախվածության մեջից, այդ չեմ ասում, այդ կախվածությունները ինձ համար ցածր են, որովհետև նա ինձ դրել է մի տեղ, մի աթոռի, որը բարձր է, որը բարձունք է, նա քեզ դրել է իր կողքը, իր աթոռի վրա, իր գահի վրա, մի իջ այդ գահից, մի ցածրացրի խմիչք, ալկոգոլը, այդ ծխախոտը, Տերն ասում է ճիշտն ես աթոռից, ճիշտն ես որտեղ նստացրել եմ քեզ, քեզ համար էլ պիտի ցածր լինի դրանք, փառք Տիրոջը, փառք Հիսուսին, գիտեք, մենք բոլորս ապրում ենք մաքուր տների մեջ, չէ, բոլորիս տները մաքուր է, մաքրում ենք, ամեն օր մաքրում ենք, սրբում ենք, փոշիներն ենք տալիս, ու կանանց մասին է խոսքը, մենք սիրում ենք կոմֆորտի մեջ ապրել, որ մաքուր է, մաքուր տեղեր, ասեմ Հիսուսն էլ է սիրում, երբ որ քո սրտի մեջ մաքրություն է, երբ որ քո սիրտը մաքուր է, այո, նա գալիս է, մաքրում է քո կեղտոտ սիրտը, քո աղբանոց սարքած ներսը, և ասում եմ մի կեղտոտիր, զավակս, մի աղբանոց սարքիր, մքրեցի ես, մենք չենք սիրում, չէ, աղբի մեջ չենք ապրի, երբեք չենք ապրի, մենք էլ ենք սիրում մաքուր տեղ, նա ավելին է սիրում, ավելի մաքուր տեղ, մենք ենք զիբիլ սարքում մեր ներսը, բերում ենք այնքան կեղտեր, այնքան վատ բաներ, այնքան մեղքեր, այնքան ու ասում ենք չէ, գիտես Հիսուս, պետք է բնակվես, պետք է ապրես, պետք է ծերպեց, համբերես, ոչ, չի լինում այդպես,
կեղտը որ մտնում է, այն թուղթը սրտիդ մեջ։ Դա մեղքն է փոքր, մեծ փոքր, դու պիտի ապաշխարես։ Մի անգամից ծնկի գաս ասես Տեր, կեղտոտեցի, քո սրբած սիրտը աղբանոց սարքեցի։ Խնդրում եմ ներես, մաքրես, չեմ կրկնի նույնել։ Ամեն անգամ, երբ որ ծնկի ես գալիս, ներողություն ես խնդրում, ապաշխարում ես, Հիսուսը հոր մոտ, գիտեք ինչ է ասում։ Զավակը ներողություն է խնդրում արած մեղքի համար, ներվում ենք։ Ղուկասի 12 Հիսուսն ասեց, ով որ կամաչի իմ անունը տա երկրի վրա, ես էլ կամաչեմ նրա անունը տամ հոր մոտ և հրեշտակների երկնքում։ Պատմում ես արդյոք Աստծու մասին, քո բարեկամներին, քո հարազատներին։ Այս Աստծու տունը մեզանից էլ է կախված ժողովուրդ, որ մարդիկ բերենք աշխարհից, բերենք փրկության, բերենք Աստծու տուն, սերմը դնենք, սերմը աճաստողը նա է։ Ինձ ինչքան էր պետք այդ սերմին, 6 տարի, հաշվել եմ 6 տարի, 6 տարի հետո, երբ որ սերմը կամած աճացրեց Տերը, բերեց տեղ։ 3 տարի առաջ այն անգամ ասում եմ, որ մեկը ասեր, որ դու եկեղեցում ծառայելու ես, ես կասեի քշվել այստեղեն։ Ես անգամ չէի պատկերացնի, չէի մտածի, որ կարող է քիչ որ եկեղեցի գամ, մի հատ էլ ծառայեմ ժողովուրդ։ Դա նրա զորությունն է, նրա փառքն է, նրա մեծությունն է, նրա որոշումն է, նրա ընտրությունն է, քո կյանքումն էլ նրա ընտրությունն է, նա է ընտրել մեզ, դու չես ընտրել, ինքն է ընտրել քեզ, որ դու այստեղ ես, նա է ընտրել, կմնաս այստեղ, թե չես գա, արդեն քո որոշումը կեղնի, փափագենք, կանչենք, աղաղակենք սրտով, Տերն ասում է, ով կանչի, ես կգամ, մի դադարի կանչել Տիրոջը, մի հասա, մի ամիս, 2 ամիս աղոթում եմ, ոչ մի բան չի փոխվում, ոչ, սիրտդ միշտ բաց պահի, Տերը նայում է, Տերը գիտի, բոլորիս էլ ճանաչում է, ծնված օրվանից, գիտի ես ով եմ, դու ով ես, ես ինչքան կարամ անեմ, դու ինչքան կարաս անես, մեզ գիտի, ինձանից լավ գիտի, փառք քեզ Հիսուս, փառք քեզ քո փրկության համար, քո զորության համար, քո լույսի համար, որ մեր կյանքում վառեցիր քո լույսը, որ մեր կյանքում ցույց տվիր քո երեսը, տեսանք քեզ, տեսանք քո զորությունները, Հիսուսը այսօր այստեղ է, նրա Սուրբ Հոգին այստեղ է, ու նա չի եկել այսօր, ասի գիտեք ինչ, 3-ին կբժշկեմ, այն 4-ը թող մնա վաղը, ոչ, Տիրոջ հիմա չկա քանակներ, չկա այդպիսի հաշվարկ, նա եկել է բժշկելու, օրհնելու, տալու, զորացնելու ամեն մեկիս, ով պատրաստ է հավատա, ընդունի ու պաշտի Տիրոջը, փառք Հիսուսին, փառք զորավոր մեր Աստծուն, փառք ես Տեր, եկեք ոտքի կանգնենք, փառք տանք նրան, նա ամենակարող Տերն է, գիտես, նա այսօր և միշտ այստեղ է, նա սիրում է քեզ, նա ուզում է, որ քո այն քարացած սիրտը փափկի այսօր, այն մոռացած սիրտը, որ ինչ որ բաների պահով հետ ես գնացել, սառել ես, մտածում ես, որ նա քո հետ չի, մտածում ես, որ այլևս չի օգնի քեզ, մտածում ես, նա չի զորացնի քեզ, նա ասում է, ես եկել եմ զորացնելու քեզ,
Ես եկել եմ բարձրացնելու քեզ։ Ես եկել եմ բժշկելու քեզ։ Ես եկել եմ այսօր քո համար։ Փառք քեզ Հիսուս։